Բանանն ու շոկոլադը ուտելիս ուղեղը նույն կերպ է արձագանքում, ինչ սիրահարվածության ժամանակ։ Այս երկու մթերքների մեջ կան նյութեր, որոնց միացությունից մարդու մոտ երջանկության զգացողություն է առաջանում։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք բանանով և շոկոլադով բրաունի։ Սկսում ենք կաթը տաքացնելուց։ Փոքրիկ կաթսայի մեջ լցնում ենք 100 մլ կաթ, ընդամենը տաքացնում ենք, չեռացնենք, որից հետո կտեղափոխենք իդ ամանի մեջ և վրան կլցնենք մի պտղունց շաքարավազ, շաքարավազը հիմա էլ կարելի է լցնել, այսպես, մի փոքր շաքարավազ ենք լցնում, քաղցր միջավայրում խմորիչը ավելի լավ է հասունանում։ Վերցրել եմ Մառանիկ ընկերության խմորիչ։ Մեկ թեյ գթալ խմորիչ ենք լցնում։ Թող մնա, խմորիչը բացվի։ Անցնենք առաջ, գործի ենք դնում սիրելի ամանը։ Սիրելի ամանի մեջ պետք է տախտակ սիրելի ամանի մեջ տրորել ենք բանան, վերցրել եմ երկու բավականին շատ հասած բանան, մաքրում ենք, մեկ ու կես բանանը, գցում ենք սիրելի ամանի մեջ և պատառաքաղի օգնությամբ տրորում ենք, վերածում ենք խյուսի։ Բանանը վերածվեց խյուսի։ Անցնենք մյուս բաղադրիչին խմորի։ Դա ձուն է։ Վերցնում ենք երկու ձու, սենյակային ջերմաստիճանային շատ սառը պետք է չլինի։ Հարում ենք։ Լցնում ենք Մառանիկ ընկերության շաքարավազ 100 գրամ։ Հարում ենք այնքան, մինչև շաքարավազը հալվի, որից հետո լցնում ենք բանանի խյուսի վրա։ Մի փոքր չի հալվել, բայց ոչինչ։ Պատառաքաղը այլևս պետք չի։ Արի մոտ ավելացնում ենք կաթն ու խմորիչը։
ավելացնում ենք 1 ճաշի գթալ վանիլի էքստրակտ, հալեցրած կարագ 100 գրամ, սրանք էին խմորի ջրիկ բաղադրիչները։ Այժմ անցնենք չոր բաղադրիչների։ Մաղում ենք 100 գրամ ալյուր, հիսուն գրամ մառանիկ ընկերության կակաոյի փոշի։ Սիլիկոնի բարի կար է այստեղ, խառնում ենք, որից հետո գթալ առ գթալ ավելացնում ենք ջրիկ բաղադրիչների վրա և հարում ենք։ Ինչու ենք քիչ-քիչ ավելացնում, որ գնդեր չառաջանա։ Այս ընթացքում հարկավոր է ջեռոցը միացնել։ Բրաունին թխվում է արդեն տաք ջեռոցում։ Միացնում ենք ջեռոցը 176 աստիճան։ Թող տաքանա։ Եվ վերջ։ Դու դեռ մնա պետք ես։ Դու ազատ ես։ Քեզ փոխարինելու է գալիս սիլիկոնե բահիկը։ Անցնենք առաջ։ Հարկավոր է ընկույզ բովել։ Թող սա բովի, անցնենք մյուս բաղադրիչին, դա շոկոլադն է, մուկ շոկոլադը։ Կարող եք վերցնել դառը շոկոլադ, ըստ նախասիրության։ Շատ չենք մանրացնում։ Շոկոլադը վերցրել եմ 100 գրամ, իսկ ընկույզը վերցրել է 50 գրամ։ Ոչ մանր կտրատելուց հետո լցնում ենք խմորի վրա։ Դեռ չենք խառնում։ Կտրատում ենք նաև բանանը։ Թող ամբողջական այսպես կտորներ լինեն բրաունի մեջ։ Ընկույզը փրկենք։ Սա էլ շատ մանր չենք կտրատում։ Ամեն ընկույզը մոտ 3-4 մասի ենք բաժանում։
Սա էլ լցնելուց հետո տակնու վրա ենք անում։ Տեսնենք ինչի մեջ ենք ուղարկելու ջեռոց։ Վերցնում ենք թափանցիկ տապակը, յուղում ենք բուսայուղով։ Լցնում ենք խմորային զանգվածը։ Բայկով հարթեցնում ենք։ Ուղարկում ենք թխվելու։ Ջեռոցը հիշեցնեմ, տաքացրել եմ 176 աստիճան։ Բրաունին կթխենք 30-ից 35 րոպե։ Թող լինի 35, որից հետո կթողնենք սառչի և կմատուցենք։ Բանանով և շոկոլադով բրաունի։ Կաթը շաքարավազով տաքացնել, կաթի վրա խմորիչ լցնել, մի կողմ դնել, ամանի մեջ բանանը խյուսի վերածել, մի կողմ դնել, ձու հարել, ավելացնել շաքարավազ, լցնել բանանի խյուսի վրա, հարել, ավելացնել կաթը, վանիլի էքստրակտ, հալեցրած կարագ, մի կողմ դնել, ալյուր մաղել, ավելացնել կակաոյի փոշի, գթալ առ գթալ ավելացնել ջրիկ բաղադրիչների վրա, հարել, ավելացնել մանր կտրատած մուգ շոկոլադ, բանան, բոված ընկույզ, տակնու վրա անել, ջեռոցի տապակը բուսայուղով պատել, խմորային զանգվածը լցնել տապակի մեջ, հարթեցնել, նախապես 176 աստիճան տաքացրած ջեռոցում թխել 35 րոպե, թողնել սառչի, մատուցել։ Այժմ միասին կպատրաստենք համեղ և օգտակար աղցան։ Անունը կարող եք ինքներդ դնել։ Սկսում ենք քաղցր պղպեղից։ Վերցրել եմ 2 քաղցր պղպեղ։ Թեթևակի տապակելու եմ։ Մի քանի կաթիլ ձիթայուղ ենք լցնում, բարձր որակի, և կտրում ենք քաղցր պղպեղը։ Ոչ շատ մանր, այսպիսի կտորների։ Համեմում ենք Մարոնիկ ընկերության աղով ի պատխոնց։ Մյուս բաղադրիչը դդմիկն է։ Կտրում ենք ծայրերը։ Դդմիկի մի մասը կօգտագործենք հում, մյուս մասը կտապակենք, այսինքն սերմերի մասը կոնկրետ կտապակենք։ Կտրատում ենք այսպիսի ժապավենների։ Ժապավենները լցնում ենք սիրելի ամանի մեջ, սրանք փաստորեն կլինեն հում վիճակում, իսկ սերնատուփի հատվածը կտրատում ենք տափ հողակների և տապակում ենք պղպեղների հետ միասին։
Զուգահեռ բովում ենք ընդեղենը։ Վերցրել եմ մայրու ընկույզ 50 գրամ և 50 գրամ դդմի սերմ։ Թեթևակի բովենք, թող համերը բացվեն։ Հետաքրքիր քաղցր համի համար կառաջարկեմ աղցանի մեջ օգտագործել տանձ։ Հեռացնում ենք սերմնատուփը։ Ավելորդ մասերը և կտրատում ձողիկաձև։ Աղցանի մեջ կառաջարկեմ օգտագործել թարմ կանաչիներ, մառուլի տերևներ, մի փունջ, սա էլ կտրատում ենք ժապավենների, և կվերցնեմ սամիտ, փոքր փունջ և նանա 1, 2, 3, 4 ցողուն։ Փրկում ենք մայրու ընկույզը և դդմի սերմերը, սրանք էլ ենք լցնում, ինչ վիճակի այստեղ, գրեթե պատրաստ է։ Տեղափոխեցինք։ Մեզ մնաց սոուսը։ Սոուսի համար կես կիտրոն ենք քամում, ավելացնում ենք 1 թեյի գթալ մեղր, կավելացնեմ 2 ճաշի գթալ սոյայի սոուս, 1 ճաշի գթալ նաշարապ, նռան դոշապ, 1 ճաշի գթալ բալզամիկ քացախ, մի պտխոնց աղ, մառանիկ ընկերության, խառնում ենք և լցնում ենք մթերքների վրա։ Լցնում ենք մառանիկ ընկերության քունջուտ, ըստ ճաշակի, ինչքան որ կուզեք լավ, տակն վրա ենք անում։ Վերջում ավելացնում ենք դդմի սերմի յուղ, ևս մեկ անգամ խառնում ենք և կարելի է մատուցել։ Համեղ և օգտակար աղցան։ Ձիթայուղ տաքացնել, ոչ շատ մանր կտրատած քաղցր պղպեղ տապակել, համեմել աղով,
Դդմիկը կտրատել ժապավենների, լցնել թասի մեջ։ Ավելացնել ձողիկաձև կտրատած տանձ, մառոլի տերևներ, սամիտ եւ նանա, բոված մայրու ընկույզ եւ դդմի սերմեր։ Դդմիկի սերմնատուփը կտրատել տափողակների, պղպեղների հետ միասին տապակել։ Բանջարեղենը տեղափոխել թասի մեջ։ Սոուսի համար կիտրոնի հյութ քամել, ավելացնել մեղր, սոյայի սոուս, նաշ շարապ, բալզամիկ քացախ, աղ, խառնել։ Սոուսը լցնել մթերքի վրան քունջուտ շաղ տալ, տակնու վրա անել։ Վերջում ավելացնել դդմի սերմի յուղ, խառնել, մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք բազուկ, կարտոֆիլ, գազ, զար, սալորաչիր, պնդուկ եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։